Հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Նախորդ թեմայի առնչությամբ սառնային տնտեսությունը, որի մասին խոսվեց, եղել է գյուղացիների մթերող կազմակերպություն եւ այստեղ փաստորեն անտեսվել է գյուղացու շահը, եթե ավելի կոշտ ձևակերպենք, թքած է ունեցվել գյուղացու եւ նրա բերքի վրա։ Կարելի է գտնել ավելի ռացիոնալ լուծումներ, իսկ ինչ վերաբերում է գեղեցիկ էլ չի այդպես ասել թքելուն կամ թքած ունենալուն, երբ թքելու մասին խոսք է գնում, ինձ մոտ մի քաղաքական գործիչ է ասոցացվում, անունը չեմ հնչեցնի, կարծում եմ բոլորիդ մոտ նույն զգացողություններն են։ Ալեն Սիմոնյանի մասն է խոսքը, եթե պետք է հնչեցնել։ Այնպիսի տեղ, որտեղ թքած ունենալ երբեք չի կարելի, առավելապես չի կարելի։ Խոսելով պարոն Ղազենյանի թեկնածության մասին, ես համոզմունք ունեմ, որ պարոն Ղազենյանը այնպիսի մարդկային մասնագիտական որակներ ունի, համակարգման, կառավարման այնպիսի փորձառություն եւ փորձ ունի, որը կարողանալու է լավագույնս ի ցույց դնել տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովը լավագույն ուղով տանելու համար։ Թեմայի առնչությամբ խոշորացման մասին խոսվեց։ Խոշորացումը այո ունի բավականին դրական կողմեր։ Ռեսուրսներն են միավորվել, համայնքային աշխատակազմերն են ավելի պրոֆեսիոնալ դարձել, համայնքները այժմ կարողանում են ծրագրերի դիմել, միջազգային կառույցների հետ համագործակցել, միասնական աղբանության համակարգ ունենալ եւ այլն, կարելի է շարքը թվել։ Սրան զուգահեռ մի մինուս կնշեմ, բացասական կողմ կնշեմ, նախկինում երբ համայնքի ավականու անդամները ընտրվում էին մեծամասնական ընտրակարգով, նրանք անհատ մարդիկ էին, ովքեր ունեին անհատական կարծիքներ եւ ըստ էության ավականու կազմում կար բազմակարծություն։ Այսօր այդ բազմակարծությունը չկա, կա միակարծություն, լավագույն դեպքում երկկարծություն, եռակարծություն էլ չգիտեմ ընդհանրապես կա թե չկա։ Այն համայնքները, որտեղ իշխանություն է ձևավորել մի ուժ կոալիցիոն սկզբունքով չի ձևավորվել, այդ ավականու ֆրակցիան պարտաճանաչ գնում է ավականու նիստերին նստում, որպես այդպիսին քննարկումներ տեղի չեն ունենում, հարցը բարձրացվում է, քվեարկությունը լինում է եւ անցնում է առաջ։ Բովանդակային քննարկում այդտեղ չկա, որտեղ չկա բազմակարծություն, այսինքն չկան անհատական տարբերվող կարծիքներ։ Տարածքային կառավարման մասով։ Տարածքային կառավարումը մի տեսակ կորցրել է իր դերը եւ ազդեցությունը։ Այստեղ կամ մարզպետարանների մասով պիտի էական գործառույթների փոփոխություններ տեղ ունենան, կամ այդ կառույցների հաստիկացուցակը վերանայվի ընդհուպ միջև փոքր ներկայացուցչական մարմին թողնելուն։ Որովհետև եթե դիտարկում ենք այն տեսանկյունից, որ մարզպետարանները պիտի այս կամ այն ձևով եւ չափով վերահսկողություն իրականացնեն համայնքների նկատմամբ, ոչ թե կառավարում, այլ վերահսկողություն, որտեղ համայնքի ղեկավարը ղեկավար է, որը չունի ղեկավար։ Բայց երբ հարցը վերաբերում է քաղաքական որևէ ուղղակի կամ անուղղակի դրսևորման, մարզպետարանները շատ արագ համակարգված սկսում են այստեղ գալ, խառնվել, առնչվել, բայց երբ հարցը վերաբերում է նրան, թե որքանով է ռացիոնալ օգտագործվում համայնքի բյուջեն, տեղին է ծախսվում, տեղին չի ծախսվում, ինչի համար ոնց է ծախսվում, այսպես կողքից իրանց համար ուղղակի կարող է գան, մի հատ տարեվերջյան ուսումնասիրություն անեն, մի երկու բառել արձանագրեն, թղթերը փակեն, դնեն փոշոտ դարակը ու այսքանով պատմությունը ավարտվեց։ Ազգային փոքրամասնությունների մասին հարց հնչեց, այստեղ կարծում եմ օրենսդրական նախաձեռնությամբ եւս հանդես կգանք, ի թիվս այլոց նաեւ այս հարցը, կարծում եմ, որ ռացիոնալ լուծում է, որ ազգային փոքրամասնություններով համայնքները խոշորանան, բայց քվոտայով, որ վարչական ղեկավարը պարտադիր լինի անկախ կրթական ցենզից, եթե տիմորեցրությունը կրթական ցենզ է սահմանում, ուրեմն բնակչության թվաքանակից ելնելով, պարտադիր լինի տվյալ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ եւ տվյալ ազգային փոքրամասնությունը պարտադիր ներկայացվածություն ունենա ավականու կազմում։ Սա քննարկման առարկա է եւ ազգային փոքրամասնություն ներկայացուցիչների հետ եւ մասնագիտական
ուրեմն հանրության հետ։ Հաջորդ օրենսդրական փոփոխությունը, որով կարծում եմ եւս հանդես կգանք, վերաբերում է տիմերում համամասնական բաշխմանը։ Եթե անալոգիա անցկացնենք ազգային ժողովի ընթացակարգով, կարծում եմ, որ ճիշտ կլինի տիմերում եւս որոշ հնարավորություններ, լծակներ հատկացնել ընդդիմությանը, որպես օրինակ տիմի համայնքի ղեկավարի տեղակալներից մեկի հաստիքը տրված լինի ընդդիմության ներկայացուցչին, կամ հնարավորություն տրվի, որ այն վարչական շրջանը կամ գյուղը կամ բնակավայրը, որտեղ հաղթել է ընդդիմությունը, ընդդիմության ներկայացուցիչը լինի վարչական ղեկավար, որտեղ այդ գյուղը վստահել է այդ մարդուն եւ այդ մարդն է ավելի շատ հեղինակություն վայելում այդտեղ։ Հաջորդ հանգամանքը, որ եւս առաջարկ է, այսպես ասած, որ սուբվենցիաների եւ այլ խոշոր ծրագրերի մասով լինեն տեղական հանրաքվեներ։ Հիմա ինչպես է լինում սուբվենցիաները։ Սուբվենցիա համայնքը հայտարարում է, ասում է հանրային լսում։ Հանրային լսմանը գիտեք ովքեր են սովորաբար մասնակցում։ Տիմ աշխատակազմերը, մանկապարտեզի աշխատակիցներ եւ բնակիչները չեն մասնակցում։ Սովորաբար տիմերին ասում են, դե մենք ինչ անենք, մենք հայտարարել ենք, հայտարարությունը դրել ենք, բայց մարդիկ չեն եկել, ինչ անենք։ Դե հա, մարդկանց էլ մեղադրելու չի։ Չես կարող ասես, հասարակությունը ձևավորված չէ։ Եղբայր, մենք գործի ենք, ինքն էլ է գործի, ով ասում, որ ինքը գործի չի ու պետքա գա օրինակ հանրային լսման։ Բայց եթե սա կարողանանք տանել նույն օրինակ մասնակցային բյուջետավարման ծրագիրը եթե տեղյակ եք, այնտեղ on-line քվեարկություն է տեղի ունենում, որ ծրագիրը շատ ձայներ է հավաքում, համայնքը այդ ծրագիրն էլ ֆինանսավորում է։ Նույն սկզբունքով, եթե համայնք պիտի իրականացնի օրինակ 6 սուբվենցիա, կարելի է առաջադրել օրինակ 12 սուբվենցիոն ծրագիր, որից համայնքի բնակիչները on-line քվեարկությամբ ընտրում են, որ մենք ուզում ենք այս 6-ը։ Սրանից եթե արվելակ ուսումնասիրենք, եթե ոչ սա որպես առաջարկ օրենսդրորեն ձևակերպելու համար, հաջորդը Տիկին Դավոյանը հարց բարձրացրեց հողերի դեգրադացիայի, կոռոզիայի եւ աղակալման մասին։ Տիկին Դավոյան, շատ ուրախ եմ, որ հարցին տեղյակ եք եւ համոզված եմ նաեւ, որ մտահոգված եք։ 2001 թվականից կառավարությունը ծրագիր ունի հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիր։ Առաջարկս է, որ համատեղ ուսումնասիրենք ծրագրի որ մասն է իրագործվել, որ մասը չի իրագործվել, որ մասի համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, դնենք եւ աշխատենք այդ օրենսդրական փոփոխությունների վրա եւ սրանով կարողանանք արձանագրել դրական տեղաշարժ, որովհետեւ այո, մենք այս մասով լրջագույն խնդիր ունենք եւ կարելի է ասել այս հարցով առավելապես զբաղվում են միջազգային կազմակերպությունները։ Մենք որպես պետություն ունենալով այս խնդիրը հանձը չենք առել։ Իշխանությունները բավարար չափով ռեսուրս, էներգիա, ջանքեր չեն ներդրել, ավելի շատ ջանքեր ներդրել են միջազգային կազմակերպությունները։ Արարատի մարզը ամենաշատ աղակալած հողերն ունի, Վայոց ձորի հողերը ամենաերոզացվածն են, իսկ ամբողջ հանրապետության արոտավայրերի գրեթե 70%-ը դեգրադացված է, գրեթե 70%-ը։ Սա լուրջ մարտահրավեր է մեզ համար ընդհանուր պարենային անվտանգության եւ բնապահպանական տեսանկյունից։ Այսքանը, շնորհակալություն։